Եվ ամենակարևորը, նրանց իրական այլընտրանքը Փաշինյանից չի տարբերվում, բացի մասշտաբներից։ Եթե լիբերալները կտրված են իրականությունից, ապա կոնսերվատիվները փակված են անցյալում։ Նրանք խոսում են ժողովրդի հետ վերևից, իբրև ժողովուրդը իրենց սովորական ճորտն է։ Նրանց հիմնական թեզը մնացել է նույնը. ընտրեք մեզ, եւ մենք կվերադարձնենք Արցախը։ Բայց 24-25 թվականների աշխատավոր դասը հոգնել է այս ռետորությունից, հոգնել է պատերազմի անցյալում լարվածությունից, ոչ միայն հոգնել է, նա գիտակցում է, որ հենց այդ նույն կոնսերվատիվներն էին իշխանության 98-ից 2018 թվականներին, եւ հենց նրանց կառավարման օրոք ստեղծվեցին այն տնտեսական, սոցիալական եւ կոռուպցիոն խնդիրները, որոնց պատճառում երկրում հեղափոխական իրավիճակ ծնվեց, եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Այսօր նրանց ընդգրազանգվածը քաղաքային միջին եւ մեծ բուրժուազիան է, օլիգարխիայի ներկայացուցիչներն են, որոշ ուսանողներ եւ քաղաքային ինտելիգենցիայի ներկայացուցիչները։